Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր մի փոքր փորձենք խոսել Հայաստանի Հանրապետության հասարակության, քաղաքացիների եւ իհարկե արցախահայերի, առհասարակ, ինչու ոչ նաեւ Սփյուռքում ապրող հայերը, ովքեր ուշով հետեւում են հայաստանյան գործընթացները, բայց ինչով են հետեւում։ Հետևում են տարբեր ալիքների միջոցով, YouTube-յան կանալների, բլոգերների, կայքերի, որտեղ որ հսկայական մանիպուլյացիա կա, եթե Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացին անգամ երբեմն կուլ է գնում այդ մանիպուլյացիաներին, պատկերացրեք Սփյուռքում ինչա տեղի ունենում։ Առհասարակ խոսենք հայ ժողովրդի բարոյահոգեբանական ծանրագույն վիճակի եւ նրան իր ճանկերի մեջ ամուր սեղմող խեղտող որոշ քաղաքական ուժերի մասին, ովքեր հայտնի են որպես մի դեպքում փրկիչներ, մի կողմից դիմադրություն ցուցաբերողներ, մյուս կողմից ջիհադիստներ, ինչ որ սրբազան շարժումներ կազմակերպողներ, ինչ որ հայրենափրկիչներ եւ այլն։ Նախ խոսքը սկսեմ իմ շատ լավ ընկերներից մեկի գրառումից, որն արել է առավոտյան, Կարո Հակոբյան, այստեղ տաղավարում տեսել եք, հույս ունենանք դարձյալ կհյուրընկալենք նրան, մի փոքր կշփվենք։ Հայաստանի հայրենիքի ազգայինի մասին ամենից շատ խոսում են Հայաստանի հայրենիքի եւ ազգի դեմ գործողները։ Արցախի մասին ամենից շատ խոսում են Արցախը ծախողները։ Միասնականության եւ համերաշխության մասին ամենից շատ խոսում են միասնականության եւ համերաշխության դեմ գործողները։ Ատելության եւ անհանդուրժողականության դեմ ամեն ինչից շատ խոսում են ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանողները։ Ես ամբողջովին համաձայն եմ սրա հետ, որովհետեւ ինքս էլ այս թեզը, այս միտքը, այս 4-4.5 տարիների մեր այս հաղորդման շրջանակներում անընդհատ առաջ եմ տարել։ Եվ որոշ փաստեր էլ, հանգամանքներ ու փաստարկներ, փաստաթղթեր, ստորագրություններ, կնիքներ գալիս են դա փաստելու։ Բայց եկեք մի փոքր խորքից նախ արցախցիների հետ եմ ուզում մի քիչ զրուցել։ Ես երեք բավականին վրդովված էի ու երեկոյան էլ YouTube-յան եթեր եմ արել։ Ուզում եմ հաղորդման շրջանակներում էլ զրուցել ուղիղ արցախցիների հետ։ Տեսեք, հարգելիներս, Արցախը ծախողները իրականում ձեզ այսօր օգտագործում են, փորձելով իրենցից վանել իրենց մեղքերը, բնականաբար ամենատարբեր ճարպկություններով, ինչով որ վատ չեն իրենք, կարողանում են խտորել ձեր հոգին, միտքը եւ տրամադրել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես պիտի խնդրեմ զանազանել Հայաստանի Հանրապետության դեմ, ես դեռ չեմ խոսում իշխանությունների դեմ։ Պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են։ Եվ այստեղ ուշադիր եղեք, հիմա իհարկե շատերը միանգամից կարող եք ասել դա այդպես չի արդարացնում ես, հիմա եկեք փորձենք զրուցել, եթե արդարացնում եմ, ապա, եթե ստում եմ, ապա։ Տեսեք, Լեռնային Արցախի Հանրապետությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել երբեք, Հայաստանի Հանրապետության կողմից այդ թվում։ Այո, մենք ասել ենք Արցախի Հանրապետություն, բայց իրավական փաստաթուղթ որևիցե գոյություն չի ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխավորը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը իր հերթին հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունը։ Մոտ 30 տարի Արցախահայությունը տեղյակ չի եղել, դուք հարգելիներս տեղյակ չեք եղել, ճիշտ է, թե ինչա բանակցվում, ով է բանակցում, ինչու է տվյալ անձը բանակցում։ Այս ամեն ինչի մասին չեն խոսել, ոչ ձեզ հետ, ոչ մեզ հետ, ոչ մեկիս հետ։ Խնդիրը դա չի, ես հիմի չեմ փորձելու որոշակի մեղադրականներ։ Հիմա այս 5-րդ չարասյունը, ով սերտաճածը Ալիևյան կլանի, այդ թվում նաև բնականաբար Կրեմլյան կլանի հետ, փորձում են ամբողջ մեղավորությունը բարթել իշխանությունների վրա։ Եվ ձեզանից շատերը այսօր իրենց համար մեկ թշնամի համարում են ոչ թե Բաքվին, այլ Երևանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին։
Հիմա հերթով հարցեր տամ, էլի ձեզ, փորձեք պատասխանել։ Եվ իհարկե այս հարցը հռետորական հարցեր են ու ընդդիմությունն էլ թող փորձի պատասխանել։ Ինչու ձեզ որևիցե մեկը չի խրախուսում ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ինչու են ձեզ ասում, որ դա վատ է։ Եվ ովքեր են ասում։ Իշխանությունները։ Ձեզ համոզում են, որ եթե դուք ստանաք Հայաստանի Հանրապետության անձնագիր, կդադարեք լինել պահանջատեր Լեռնային Արցախի ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամանակահատվածում, ու ստում են, նման բան չկա, չի լինում նման բան։ Ինչու են ստում։ Դրանցից որևիցե մեկը, որևիցե հեռուստատեսության եթերում իր ասածները կրկնել է ու հիմնավորել է, բնականաբար ոչ, որովհետև առանձին պատերի տակ ավելի հեշտ է մարդկանց խաբել, քան հրապարակային, որովհետև հրապարակային եթե նույն բանը ասեն, ծաղրի առարկա պարզապես կդառնան, որովհետև իրենք էլ գիտեն նման բան չկա։ Ինչու չեն խրախուսում ձեզ։ Ինչու են ամեն ինչ անում, որ դուք հոգնեք, զզվեք ու հեռանաք։ Ինչու են ձեզ ստում, ասում, որ հնարավոր է, որ դուք վերադառնաք Արցախ հիմա։ Ինչ որ մի օր գուցեև հնարավոր է, բայց հիմա ու առաջիկա տարիներին հաստատ հնարավոր չի։ Եվ այստեղ անկեղծ ենք, ոչ թե չենք ցանկանում, այլ անկեղծ ենք։ Իրատես։ Հնարավոր չի, որովհետև եթե այսօր ասենք ինչ ճանապարհով պիտի վերադառնալ, ինչ որ ճնշումների տակ, լավ։ Եթե գնաք, ինչ անձնագրով եք գնալու։ Ալիևը այստեղ արդեն պահանջներ է դնելու։ Ուզում եք վերադառնալ։ Դժվար թե, ճիշտ է։ Այսինքն այստեղ դեռ երկար ենք մնալու։ Ինչու չենք օգտվում ամենատարբեր ծրագրերից։ Եվ գիտեք, անձնագիրը, եթե Հայաստանի Հանրապետության անձնագիր չեք վերցնում, շատ ծրագրերից էլ զրկվում եք։ Իսկ ընդամենը մոտավորապես 10,000 մարդ է դիմել անձնագրի համար։ Ինչի անդիմությունը դա ձեզ ասում։ Իմիջիալոց ձեզ խաբում էին Ռուսաստանում ու ասում էին, որ խնդրեմ, եկեք։ Լավ, մի բան ընթերցեմ նոր։ Ձեզ Արցախում շրջափակման մեջ պահելով ոչ միայն ձեր ազատ տեղաշարժի իրավունքն էին խոչընդոտում, այլ նաև ինֆորմացիոն բլոկադա էին ստեղծել եւ դուք հնարավոր է շատ բաներ չեք լսել եւ ասում էին ինչ ցանկանում են, որպեսզի ձեզ տրամադրեն։ Ասենք օրինակ, լսել եք Սերգեյ Լավրովի հետևյալ արտահայտությունը, երբ ասում էր մենք ռեգիոնը թուրքերի հետ սիներգիայի սկզբունքով հավասար կիսելու քաղաքականություն ենք անցկացնելու։ Լսել եք այս արտահայտությունը, թե ոչ։ Կողմ եք այս արտահայտությանը, թե ոչ։ Խնդրում եմ պատասխանեք, որովհետև սրանք պատահական հայտարարություններ չեն։ Մի ամբողջ կայսրության արտգործ նախարար է սա ասում, եւ բնականաբար Ուկրաինայի հետ պատերազմում թե Թուրքիան, թե Ադրբեջանը շատ ավելի անհրաժեշտ են Ռուսաստանին, քան Հայաստանը։ Արցախը ներառյալ։ Եվ եթե դու չունես անկախություն, եթե մեր պետությունը ամբողջովին անկախություն չունի, նա դառնում է կայսրությունների շահերի զոհը։ Եվ սա պատմությունն է այդպեսին, ամբողջ պատմությունը։ Ընթերցեք։ Ուրիշ ժամանակ ասում եք եկեք դասեր քաղենք, չէ՞ պատմությունից։ Խնդրեմ են դուք, այն պատմությունը։ Կամ հերթով կարդամ մի քանիսը, հա, այդ օրերին շատ տարածվող։ Սերգեյ Շոյգու Արցախում Թուրքիայի հետ միասին իրականացրեցինք բարդ օպերացիա։ Ինչ է սա նշանակում։ Սա ասում է մի ամբողջ կայսրության պաշտպանության նախարար, զինված ուժերի նախարար։ Դուք ինչ կկարծեք, ինչ է սա։ Ըստ ձեզ։ Շարունակենք, Սերգեյ Կուրղինյան
Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Ղարաբաղում, թե չէ կկորցնեինք Կովկասը, որից հետո ամբողջ Ռուսաստանը։ Ճիշտ է, մեր զինվորները անմիջապես չեն կրակել հայերի վրա։ Բայց օգտակար են եղել Ադրբեջանին իրենց անգործությամբ։ Սրանք Ռուսաստանից հնչող բոլոր հեռուստատեսությամբ առաջին կանալը այդ թվում։ Ինչ եք դուք կարծում, սա ինչ է նշանակում։ Չեք լսել այս թեզը։ Շարունակենք։ Կոնստանտին Զատուլին։ Հակակոմունիստ կառավարությունը պատասխանատու չէ բոլշևիկյան կառավարության համար։ Կարս ու Արարատի հարցում, հետո ինչ որ 21 թվին ու հիմա դա նույն պետությունն է։ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ձեր մեր բոլորիս մայր հայրենիքի, մայր Հայաստանի հասցեին։ Զատուլինը եւս մի խոսք ասել։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի։ Զատուլինի խոսքերն են։ Իմիջայլոց են Զատուլինի, ով Լեռնային Արցախի պետական համալսարանում ուսանողների առաջ ելույթեր ունենում, դասախոսություններ կարդում եւ բացատրում էր, որ արցախցիները հայերի հետ այդքան էլ մենթալ քաղաքական կապ չունեն եւ ավելի մենթալ քաղաքական կապ ունեն Ռուսաստանի ու ռուսների հետ։ Եվ գուցե այդ դասախոսությունից հետո ծափահարություններ էլ է ստացել, չգիտեմ, համենայն դեպս նրան չեն վռնդել այնտեղից։ Ինչից հետո թևերը առած ինչ ուզեր կարող էր խոսել։ Համաձայն եք այդ մտքի հետ։ Խոսքը ուսանողների մասին է։ Շարունակենք։ Դերժիրինովսկին է ժամանակին բան ասել։ Ռուսաստանը կօգնի հայերին միայն երբ թուրքերը գրավեն նրանց պետության կեսը։ Այդ ժամանակ մենք կխնդրենք նրանց կանգնել ու կտիրանանք մնացյալ տարածքի ընդերքին։ Մենք սրա մասին խոսել ենք, ցանկացել եք լսել, ոչ։ Կարող ենք շարունակել, սա, խնդրեմ, Վլադիմիր Եվսեև, եթե թուրքերի դեմ հայերը դիմեն ուրիշների օգնության, կստանան նոր պատերազմ, կներեք, կստանան նոր պատերազմ ու նոր պարտություն, հայկական հարցերով Կրեմլի խորհրդական Եվսեև։ Սա սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, սպառնալիք է։ Շարունակենք, եկեք շարունակենք։ Միխայել Խադարյոնեկ։ Արցախում, կներեք, որ չփոխվի, Արցախում հայերի պարտությունը մեկ բացասական կողմ ունի, վարկաբեկվում է ռուսական սպառազինությունը, եւ դա ամենասարսափելին է այս պատմության մեջ։ Մնացածը նորմալ է, ընդհանրապես զենքի ցուցադրություն, որը պարտվեց։ Սա է միակ բացասական կողմը ըստ Խադարյոնեկի։ Եվ երբ Հայաստանը ասում էր այս խոսույթով հանդես եկողների մոտ ու իրենց տիրույթում հնարավոր չէ խոսել Արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ եւ փնտրում էր, ջանքեր էր ներդնում, որոնում էր, աշխատում էր, օրնի բուն, որպեսզի հասնի նրան, որ մեկ այլ հարթակում լինի հանդիպում։ Այն նույն գերեվարվածները, ովքեր այս թեզերը պաշտպանողներն էին, ասում էին, չէ, թող Հայաստանը բան անի, այսինքն Արցախը փորձում էր Հայաստանին օգտագործել արդեն իր ես չեմ ուզում ասել դիտավորյալ էին անում, չնայած դա էլ կարող եմ ասել եւ հիմնավորել, բայց դա ցանկալի չի։ Այս կիսագրագետ մտքերը արտահայտում են ու ասում են չէ, պիտի գնանք Ռուսաստանում բան, թող Ռուսաստանում որոշվի։ Այստեղ։
Ու մենք ասում ենք դա հնարավոր չէ, ու այնպես չի արևմուտքն էլ հիացած ուզում է անպայման այդտեղ բանանի, բայց ճնշումներն այդպեսին են ու այնքան դիվանագիտական աշխատանքա գնացել, որ չեն կարող մերժել։ Ու անգամ սկսեցին հայտարարություններ անել Ադրբեջանի հասցեն, ճնշել Ալիևին, որպեսզի բերել նստել սեղանի շուրջ Սոֆիայում։ Ոչ գնացին։ Ասում ոչ։ Իմիջիայլոց երբ որ եղավ հեղաշրջումը, հիմա շատ հասկանալի է, չէ, որ պիտի ընդդիմադիր կոչված ուժերը 5-րդ շարասյունը փորձի ասել, որ դե ընդամենը 10 օր էր, բա մենք ինչ անենք։ Ես հիմի Հայկ Մամիջանյանից մի կարճ հատված տեղադրեմ, հա։ Խնդրեմ։ Եվիթե, ինչքանով ես եմ հետևել, միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել։ Այստեղից կարող ենք անել հետևություն. ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախը ունի դաշնակիցներ, եւ դա տեսանելի է թե հրապարակային, եւ թե իհարկե ոչ հրապարակային հայտարարությունների եւ ելույթների։ Հիմա եկեք իրար հարց տանք։ Իսկ ինչու Ռուսաստանը հայտարարություն չէր անում ըստ էության ու դրանով Մամիջանյանը ենթադրում էր, որ ուրեմն կողմ է այդ հեղաշրջմանը։ Որովհետև իրեն այդպես ավելի հարմար ու հեշտ էր դառնում։ Ըստ էության հենց ինքն էր դրթել դրան։ Բայց Հայկ Մամիջանյանը այդտեղ ըստ էս հրապարակումների նաև հաշվարկել ու տեսել, որ դա նշանակում է օքեյ, իսկ կառավարությունն ու այսօրվա իշխանությունը, ում դուք հողատու եք անվանում, ասում էր, որ դա օքեյ չի։ Ճիշտ հակառակ, դա մեծ վաճառք է։ Վաճառքի, գործարքի ավարտն է։ Եվ Հայաստանը մի կողմից ստիպված էր շատ նրբանկատորեն, շատ նրբորեն, զգուշորեն կռվել իր անվտանգային երաշխիք հանդիսացող մի ամբողջ կայսրության դիվանագիտական բլոկի դեմ, մյուս կողմից Ալիևի դեմ եւ մյուս կողմից այս 5-րդ Շարասյան դեմ, որը դրթեց այս ամեն ինչին։ Հիմա հարց առաջանում։ Երբ որ Շահրամանյանը գնում էր Եվլախ բանակցելու, իհարկե արդեն ճնշումների տակ, բաբա, պիտի թույլ չտայր, որ հասներ դրան։ Գնում էր բանակցելու։ Միջև բանակցելը հազար տեսակ պայմանավորվածություններ ա լինում։ Ինչ էր առաջարկվել, ինչ պատկերացումներով էր ինքը գնում Եվլախ, ինչ հաշվարկներով էր ինքը գնում Եվլախ։ Ես խնդրում եմ սիրելի արցախցիներ, իսկ ցույց տաք մի հատ իրավական թուղթ միջազգային իրավունքի տեսանկյունից, որ Արցախը եղել է հայերինը, ձերը։ Երբեք ձերը չի եղել։ Պատմականորեն այո, հայերինն է։ Անկամ եղել է մեծ հայքի շատ կարևորագույն նահանգներից մեկը։ Բայց ես խոսում եմ նորանկախ պատմության շրջանակներում։ Մի հատ փաստաթուղթ ցույց տվեք։ Դուք այսօր չեք զգում, որ սխալ տեղ սխալ բան եք անում։ Եվ գիտեք, դա վրթովվեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ դա անջրպետ է ստեղծում։ Եվ այդ ամեն ինչ անողները հիանալի դա գիտակցում են։ Այ հենց այդ անողները հայաստանցի Ղարաբաղցի անջրպետն են փորձում ստեղծել ու խորացնել։ Համաձայն եք դրա հետ։ Ես կարծում եմ, եթե համաձայն եք դրա հետ, դարձյալ վատ հաշվարկ եք անում։ Շատ վատ հաշվարկ եք անում։ Եկեք խոսենք մի ընտանիքի անդամներ որպես։ Խորհուրդ չեմ տա։ Կարող եք դարձյալ չլսել, ոնց որ 6 ամիս լինելով շրջափակման մեջ, ինչ ասում ենք, դուք փորձում եք հակառակ ձևով ընդունել, գնելը, ես շատ լավ գիտեմ Արցախում իմ անունը ոնց է շրջանառվում։
շատ լավ գիտեմ։ Պաշտպանում է նրանց արցախցիներին վիրավորում է, չնայած գնելը չի կարող իրեն թույլ տալ արցախցիներին վիրավորել եւ գնել են մարդն, որ անգամ ցանկացած իր մտերիմները անգամ եթե մի գրառում են անում ընդհանրական իմաստով, բայց բացասական մտքով նկատողություն է անում։ Կեռաբաղսկի կլանին որքան ուզեք, այո, իսկ ինչ պիտի անեմ, եթե ամբողջ Արցախն ու Հայաստանն են վաճառել։ Եվ եթե չլիներ Կեռաբաղսկի կլան, լիներ Իջևանսկի կլան կամ Երևանսկի, Էրիվանսկի կլան, ես այդպես էլ ասելու եմ, բայց դա բնակչությանը չի վերաբերվում։ Բայց իրենք ասում են, չէ, ես մեզ չի ասում, ձեզ է ասում։ Ձեզանից շատերը իմ ընկերներն են, շատերը ինձ անձամբ են ճանաչում։ Շատերին թևութ հիկունք եմ փորձել լինել իմ համեստ միջոցներով, իմ ընտանիքի բերանից կտրելով, իմ տուն չգնալով ու իմ երեխայի դաստիարակությամբ չզբաղվելով։ Կարժրաթար մեր եթերում։ Վերադառնանք։ Գիտեք, այս թեման շատ նուրբ թեմա է ու շատ զգուշորեն պիտի արծարծվի, որովհետև այստեղ ոչ թե խնդիրն է, որ իրար հանդիմանենք, այլ խնդիրն է, որ զրույցը ստացվի։ Բայց եթե դա լինում է միակողմանի կամ լինելու է միակողմանի, ապա ինչ զենք որ ընտրեք դուք, այդ նույն զենքը կընտրեմ անձամբ մեկը ես։ Ինչու՞։ Որովհետև սա իմ պետությունն է։ Եվ ես կրում եմ այս պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, կրում եմ նրա իմ բաժին մասնիկը, հետևաբար իմ բաժին պարտավորությունները, որոնց մեջ է մտնում նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պաշտպանելը, ու բացարձակ կապ չունի ումից ու ինչից։ Կգաք միասին պաշտպանենք, թե իրարից պաշտպանվենք։ Լավ բան չի սա, լավ տեղ չի տանի։ Եվ կխնդրեմ գիտակից արցախցիներին, որոնք քիչ չեն, հրապարակայնորեն, համացանցերում հանդես գան ու դատապարտեն այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը ինչ որ Ազատության հրապարակում տեղի ունեցավ, կամ տեղի է ունենում, Ալիևին տալիս է կանաչ քարտ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի դեմ օգտագործելու։ Այո, հենց այդ իրավունք բան, որ ասում եք, ես չեմ ասում իրավունքներ չունեք, կավլիցի։ Ընդհակառակ ես մեկը դրա պաշտպանն եմ։ Բայց եթե անունը այդպիսի ճոխ անուններ եք դնում ու դուրս եք գալիս, չգիտեմ ինչեր են խոսում, ձեր գնահատականը տվեք, որ սսկվեն տեղները, որովհետև այդ ամեն ինչը Ալիևը օգտագործելու է Հայաստանի Հանրապետության դեմ, էլ ոնց բացատրենք։ Կներեք, որ մանրամասն հնարավոր չի կամ չի կարելի։ Փորձեք ինքներդ մի քիչ խորը պատկերացնել, երբ որ ձեր թշնամին տեսնում է, որ իր կողմից էթնիկ զտման ենթարկված ժողովուրդը, ով ապաստան է գտել իր թշնամի պետության մեջ, հանկարծ խոսում է իրավունքների ոտնահարումից։ Ինչ կանին է։ Կօգտագործեք դուք դա թե ոչ։ Իհարկե, կօգտագործեք, չէ՞, նույնն է ինքը, ինչ ապուշի էշի տեղ եք դրել։ Երբ որ 2016 թվականին մի հարցազրույցի ժամանակ ես ասում էի արգելում եմ որպես քաղաքացի, ես վատ եմ վերաբերվում ու արգելում եմ ցանկացած մեկին, ով իմ թշնամուն ոչխար է անվանում, որովհետև դա թույլաtsնում է իմ զինվորի զգոնությունը, իմ հանրության մտածելակերպը ու հաշվարկները թշնամու գործողությունների հանդեպ, այո, եք ինչքան ցանկանում եք, բայց ոչխար մի ասեք, որովհետև եթե իմ թշնամին ոչխար է, ես ով եմ, մի ոչխար էլ փաստորեն ես եմ, տենց է ստացվում, չէ՞։ Մեզ 30 տարի ասացին ոչխարներ են նրանք։ Երբ որ 16 թվականին ես այս ամեն ինչը ասում էի, սվիններով հասարակությունը ինձ դիմավորեց։ Պաշտպանում ես այդպես անմակարդակ տգետ անհեռատես որոշ զանգված,
Այ հենց այդպես վերաբերվեց։ Այս սրա մասին էի խոսում։ Կարելի էր չշտապել, պիտակավորել մարդուն ու փորձել 10 վայրկյան մտածել։ 10 վայրկյանից սվինները հանեք։ Գոնե իմանե, որ 10 վայրկյան դադար եք թողել, մտածել եք, նոր եք անում։ Երբ որ ասում ենք Արցախում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունից եկած տղերքի ինչպիսի դժոխքի միջով էր անցնում, դրանով ոչ թե մեղադրում ենք արցախցիներին, այլ պաշտպանական բանակի վարքերն ու բարքերը, որոնք որ հետագայում ազդելու էին այլ բաների վրա։ Ու այդ ժամանակ պետք էր հետաքրքրվել ու պաշտպանական բանակի որոշ օֆիցերների պահանջել, որպեսի ներկայանան ու մի հատ հլը հարցերի պատասխանեն եւ ոչ թե վերցնեիք ձեր վրա որպես վիրավորանք ու չգիտեմ ինչ դարձնեիք։ Հասկանում եք։ Այսպիսի բաներ կա։ Գիտեք ինչու էին ուրախ, որ հեղաշրջում եղավ։ Որովհետեւ դա հիանալի հնարավորություն էր Հայաստանի Հանրապետությունը ծնկի բերելու։ Այ դրա համար էր Լևոն Քոչարյանից սկսած մինչև Հայկ Մամուջանյան բերանները 3-4-ի վրա բացել երջանկությունից։ Դա հնարավորություն էր։ Որովհետև Արցախի մասին մտածողը ոչ թե կղզիներում, չգիտեմ ինչեր կանի, այլ Արցախում մի հատ ծննդատուն կհիմնի եւ առաջին երեխան էլ իր երեխան կլինի, որ կծնվի այնտեղ։ Հնարավորություն ունեցել են։ Կամ երեք ես դիտում էի պարոն Լևոն Շիրինյանի հարցազրույցը, պարոն Արթուր Կիրակոսյանի մոտ։ Շատ հիանալի միտք է ասում։ Ու հարցը մի հատ փորձեք տալ։ Բոլորս գիտենք Կառաբաղսկի կլանի հնարավորությունները ֆինանսական։ Հարգելներս, լավ, իրենց հարց չեք տալիս, դուք ձեր մեջ հարց տվեք։ Այդքան մտածում են ձեր մասին։ Իշխանությունները չեն մտածում, մենք սրտատոչոր ձեր կողքին կանգնած ենք, այսպես են արտահայտվում։ Խնդիր չկա։ Ենթադրենք այդպես է։ Կարելի է մի հատ հիմնադրամ բացեն։ Բարեգործական հիմնադրամ։ Միլիարդների մեջ լողում են։ Թող մեր բարեգործական հիմնադրամ բացեն, որոշակի խմբերի թիրախավորեն, նրանց որոշակի աջակցություն ցուցաբերելու համար։ Խոսքը ձեթ ու սմետանի մասին չի։ Ինչ է ինչի։ Ամեն գեներալ ստեղ մի առնվազն 3 հատ հյուրանոց ունի, առնվազն ամեն գեներալ առնվազն մի 5 հատ բլոկի ցեխ ունի, ավազի ու ոսկու հանքեր ունի, ավազից մինչև ոսկու հանքեր ունեն։ Այսպես շարունակ։ Հյուրատներ, հյուրանոցներ, Երևանի կենտրոնում միլիոնավոր արժողությամբ։ Ես հավատում եմ, որ նրանք շատ ցանկանում են օգտակար լինել, ուղղակի երևի ելքը չեն գտնում, ապա խնդրեմ, ստեղծում եք հիմնադրամ, ֆոնդ, որով սկսում եք աջակցել մարդկանց։ Ու գիտեք ինչ, անգամ ես ասելու դեպքում դա տեղի չի ունենալու։ Գիտեք ինչու։ Որովհետև դուք իրենց համար մատերիալ եք քաղաքական գործունեություն ծավալելու, ոչ ավելին։ Ոչ ավելին, կներեք կոպիտ հնչում, բայց դա իրական գնահատականն է։ Իմիջիայլոց, շարունակելով ընկերոջս միտքը, ես այն մասին, թե Արցախի մասին ամեն շատ խոսում են Արցախը ծախողները։ Հիմի եկեք մի այլ հրապարակման անդրադառնանք, որն արել է Wikileaks-ը։ Ինչ էին ասում, բան ուրացողներ, ցեղասպանություն ուրացող, բան, sense բաներ էին ասում։ Իհարկե դրան հակադարձել ենք, ասել ենք, եթե այդքան վստահ են, որ հենց դա նկատի ուներ, ինչը փորձում են իրենք երանգա փոխելով ստանալ, ապա են դուք են դատախազությունը։ Ասել ենք սա։ Բայց հիշում եք, ես մի քանի անգամ թե
հաղորդման ընթացքում, թե իմ անձնական կայքով եթերների ընթացքում, ասում է ինչի վրա մեղադրում են, դա իրենց արածն է։ Ուղղակի սկզբանը շատ լավ հասկանալով, որ հեսա դուրս է գալու այդ ամեն ինչը, իրանք շեղում են, որ հետո երբ որ դա դուրս գա ու դու ասեն, տեսեք, մեզ մեղադրում են, ուզում են բան անեն։ Մի խոսքով, էս մանկական մանուշակ մանկապարտեզի խաղ է։ Հիմա խոսում էին ցեղասպանության ուրացումից։ Ես կոնկրետ հեսա դաշնակներին հարց ունեմ։ Wikileaks-ի հրապարակած ամերիկյան դիվանագիտական հեռագրերից Երևան Embassy Cables, եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն, անգլերեն լավ չգիտեմ, 2007 Վարդան Օսկանյան, Ռոբերտ Քոչարյան դուետ, Գլավնի խրալյախ, պարզ են դառնում, Wikileaks-ի ամերիկյան դիվանագիտական հեռագրերից, պարզ են դառնում, թե իրականում ով է ուրացել ցեղասպանությունը եւ թե ովքեր են պարզել, որ ախպերություն անեն թուրքերի հետ, ովքեր են երազել, իրենք են չես եմ, սրանք ախպերություն են անում թուրքերի հետ, ես ասում եմ հանկարծ չզարմանաք, որ պարզվի առհասարակ թուրք են, անգամ դրա վրա չզարմանաք, բայց իրենք են ուրեմն ախպերություն արել, դրա համար այդպես են ասում, մի օր դա էլ է բացվելու։ Ձեզանից շատերը ենթարկվում են կայքերով, դե իհարկե սա հենց ուղիղ կարող է Քոչարյանը չասի կամ Սերժը, բայց սա իրենց բոտերով միլիոնավոր դոլարներ ծախսվում են այդտեղ կայքերով, տարածվում էր հասարակության լեզվամտածողության մեջ, ճիշտ է։ Ըստ այդ պաշտոնական զեկույցների մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանն անձամբ են հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագետներին, որ պատրաստ են խոչընդոտել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, եթե Թուրքիան պարզապես բացի սահմանը կամ վերագործարկի Կարս Գյումրի երկաթուղին։ Վարդան Օսկանյան, եթե Թուրքիան բացի սահմանը եւ նորմալացնի հարաբերությունները, ես հաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն հայկական լոբբիներին համոզելու, որ չաջակցեն հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։ Ինձ բացատրեք։ Սա ինչ է։ Մյուսը, Ռոբերտ Քոչարյան։ Ինձ պետք չի հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինձ պետք է բաց սահման եւ առևտրային հավասարակշռության հնարավորություն Թուրքիայի հետ։ Չէ, նորմալ բանաց է, չեմ դատապարտում սա։ Չնայած խոսքը կոպիտ է, որովհետեւ ցեղասպանությունն է կարծես թե մերժում։ Բայց այստեղ դաշնակցական կառույցին, բյուրոյին, Գեղամ Մանուկյան, ձեզ անուններով չասեմ, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, բոլորիդ հերթով, Խամոյան Ագնեսա, բոլորիդ եմ դիմում։ Սա ինչ է։ Սա ինչ է։ Սա հայոց ցեղասպանության ուղիղ ուրացում չի 2007 թվին։ Դու կոալիցիոն կառավարություն եք եղել եւ հիմա էլ ձեր քաղաքական ղեկավարն է սա։ Սա ինչ է, խնդրում եմ եւ պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա այս խոսույթի հանդեպ ուղիղ որակում ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից։ Ոնց որակում եք Շվեյցարիայի հանդիպումը, այդպես որակական գտնահատական տվեք, բնութագրական գնահատական տվեք այս ամեն ինչին։ Հիմի հականդեմ հարցը։ Ինչ Թուրքիայի հետ ախպերություն եք ուզում անել, որ սահման եք ուզում բացեք։ Թուրքական իշխանություն եք դուք, թուրքերի դրած իշխանությունն եք դուք։ Նորմալ է այսպես արտահայտվելը հիմա ձեր մասին, նորմալ է ըստ էության, որովհետև դուք առաջարկել եք այդ խոսույթը նման դեպքերի հետ կապված, ճիշտ է։
հայոց ցեղասպանության բանաձևը չընդունելը կամ ասել դա մեզ պետք չի։ Սպասում ենք եւ պահանջում ենք, որպեսզի սրա մասին ձեր որակումը տաք։ Ահա այսպես։ Այդպես էսպես։ Զեկույց առ զեկույց, գաղտնազերծում այլ առ գաղտնազերծում։ Այս ամբողջը դուրս են գալու եւ գալիս։ Եվ այստեղ գնահատականներ են անհրաժեշտ որ լինեն, ոչ միակողմանի։ Ցեղասպանություն ուրացողներ, Արցախ ծախողներ, Հայաստանի Հանրապետության գոյությունը կասկածի տակ դնողներ, հողատու դավաճան թուրքեր։ Պատասխանեք։ Մի կարևոր նյութ էլ լուսանցքում փորձում հայտնվի, որը բնականաբար ես թույլ չեմ տա ժողովուրդ ջան։ Կապված Շտայնմայերի Հայաստանում գտնվելու հետ եւ նրա էջմիածին այցելության հետ։ Մի հետաքրքիր դրվագ, որ ասենք մի հատ ֆոտո տարածվեց, այստեղ Շտայնմայերն է կանգնած, այստեղ Գարեգին բան, ու այդ ֆոտոն երբ որ դիտում ես, ասես ոնց որ մի հատ sense այցելություն լինի յուրահատուկ ձևի, ու sense իբր այդքան կա Գարեգին բան, ու այսպեսի բա, իհարկե ես կուզեի այդքան լիներ մեր կաթողիկոսը, բայց սա խապկանք է։ Խապկանք է ինչու։ Դա մեզ բոլորից ցույց տալու համար է, որ տեսեք Շտայնմայերն ու Գարեգին բան։ Հիմա տեսնենք ոնց է ստացվել այդ լուսանկարը։ Կատարվեց Գարեգին B-ի 20-ամյա երազանքը 2005-ից 2025։ Սույն թվականի ապրիլի 1-ին իրականացավ իբրև ամենայն հայոց կաթողիկոս ներկայացող Կտրիչ Ներսիսյանի երազանքը։ Նա վերջապես կարողացավ պատեհ առիթը որսալ եւ անձամբ բարևել ու նկարվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հարկ է արձանագրել, որ պարոն Շտայնմայերն իրականում Գարեգին B Կտրիչին չէր այցելել, այլ եկել էր պարզապես վաղար շաբաթ տեսնելու Սուրբ Էջմիածինը Մայր տաճարը։ Բայց անշուշտ Գարեգին ուզուրպատորը նման առիթը բաց թողնել չէր կարող։ Գարեգին Կտրիչ Ներսիսյանը համար ջանքեր է գործադրում ու տարբեր ճանապարհներով փորձում է նախագահին իր գրասենյակ վեհարան հրավիրել, բայց ինչպես 20 տարի առաջ մերժում է ստանում Գերմանիայի հերթական ղեկավարից, որից հետո իբրև շարքային զբոսավար հայտնվում է տաճարում նախագահի հետ ձեռնվելու ու անպայման նկարվելու համար։ Ակամայից երկու դրվագ հիշեցի։ Մայր աթոռում ապրած երիտասարդ տարիներիցս, երբ Մայր տաճարի թանգարանում աշխատող որոշ սարկավագներ հենց որ լսում էին հարուստ կամ բարձր պաշտոնով մեկի այցելության մասին, ինքնամոռաց վազում էին նրանց դիմավորելու մի քանի $, թեյավճարի ակնկալիքով։ Իսկ երկրորդ դեպքը Կոնստանդնուպոլսո Մեսրոպ Ա. Մութաֆյան պատրիարքի դիպուկ ախտորոշումներ, երբ վերջինս Մայր աթոռի վանատանը Գարեգին B-ի աչքերի մեջ ուղիղ նայելով նրան պնակալեզ անվանեց եւ առհամարանքով հեռացավ։ Իրականում Գերմանիայի ղեկավարների եւ հատկապես այդ երկրի կանցլերի հետ հանդիպելու ու նրա հետ նկարվելու առաջին ձախողված փորձը Ներսիսյան Կտրիչը կատարել է հեռավոր 2005 թվականին։ Գերմանիայի թեմի օրվա առաջնորդ Բեկչյան Սրբազանն ամեն ջանք գործադրել էր, որպեսզի կաթողիկոսի այցն այդ երկրում պատշաճ կերպով կազմակերպվեր։ Գարեգին B. Ներսիսյանը փափագում էր հանդիպել անպայման այդ տարիների կանցլեր Տիկին Անգելա Մերկելին։ Սակայն այս խորագետ կինը, ծանոթանալով կաթողիկոսի վերաբերյալ պատրաստված չարաբաստիկ տեղեկագիր բնութագրին, հանդիպումից առաջ նրանց տեղեկացնում են ով է իրենց մոտրիկով, կտրականապես մերժեց Սուրբ Էջմիածնի գահը սև դրամներով զավթած անձի հետ հանդիպել։ Ինչպես ավելի ուշ հայտնի պիտի դառնար, գերմանացի հետաքննող լրագրողից կանցլերին տրամադրված տեղեկագրում 4 կետ կար, կարմիրով ընդգծված։ Կետ առաջին.
Կտրիչ Գարեգին Ներսիսյանը հայ հոգևորականի սքեմի եւ արտասահմանյան ուսանողի կարգավիճակի տակ թաքնված սովետական KGB-ի գործակալ է եղել Գերմանիայում եւ Ավստրիայում 1970-ական թվականներին։ Կետ երկրորդ, միևնույն ժամանակ նա զբաղվել է գիգոլոգիությամբ, այսինքն որոշ դրամական վճարի դիմաց աշխատել է իբրև տարեց կանանց կարիքները բավարարող, ազատ ժամերին համատեղելով հաճելին օգտակարի հետ։ Երորդ, 1979 թվին, երբ գերմանական իրավապահները բացահայտել են նրան, մի քանի ժամվա ընթացքում տեղի է ունեցել արտաքսում Գերմանիայից առանց որևէ դատավարության կամ նույնիսկ բողոքարկման հնարավորության։ Նրան ուղղակի ձեռնաշղթաներով օդանավ են բարձրացրել եւ Բոն քաղաքից արտահանձնել ռուսներին, ճանապարհելով միանգամից Մոսկվա։ Չորրորդ, նա կաշառքով եւ շանտաժով է դարձել կաթողիկոս։ Ինչևէ, կանցլերի գրասենյակից Բեկչյան Սրբազանին եկավ պաշտոնական մի նվաստացուցիչ պատասխան, որ Գարեգին Բ-ին Բերլինում կընդունի միայն Անգելա Մերկելի խորհրդականի քարտուղարը եւ պարզապես տուրիստական շրջագայություն կկազմակերպի ու ցույց կտա Բունդեսթագի շենքը։ Գարեգինը կարծես թե մոռացել էր իր իսկ անցյալն ու նման արձագանք չէր սպասում։ Կանցլերի գրասենյակի ստորացուցիչ պատասխանից հետո նա միանգամից կորցրեց քունը, հասկանալով, որ իր մութ անցյալի թղթապանակները ջրի երես են ելել։ Ուստի նա որոշեց ընդհանրապես չեղարկել հովվապետական այցը Գերմանիայի թեմ։ Անգելա Մերկելը լինելով նաև քրիստոնյա դեմոկրատական կուսակցության առաջնորդը հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն էր դարձնում արևելյան եկեղեցիներին ու նրանց կրոնական առաջնորդներին։ Մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի պարագայում նա սիրով կընթառաջեր այս տեսակ կարևոր հանդիպմանն ու դեռ հպարտությամբ կբարձրաձայներ, որ տվյալ կրոնավորը գերմանական բարձրագույն ուսում է ստացել, եվրոպական փորձառություն ունի եւ նրա անձնական հաջողությունն ու Հայաստանի նման ավանդական երկրի կրոնապետ լինելը նաև գերմանական ավանդի հաջողության արգասիկ է։ Ավաղ տիկին կանցլերը բոլորովին հակառակը զզվանք է ապրել, նողկանք ու գարշանք զգալով Գարեգին Բ-ի գաղտնազերծված թղթածրարին ծանոթանալուց հետո եւ առանց դիվանագիտական ու քաղաքական սեթևեթանքների ուղղակի հրաժարվել է տեսնել նրան, սեղմել կոռումպացված մարդու ձեռքը կամ նույնիսկ նրա նմանի հետ միևնույն վայրում գտնվել։ Իմիջայլոց Գերմանիայի հայ առաքելական եկեղեցու թեմը դա միակ առաջնորդությունն է, ու 25 տարվա կաթողիկոս Գարեգին Բ-ն չի իրականացրել եւ ոչ մեկ հայրապետական այց ու չի տեսակցել իր բանավոր հոտին։ Միայն մեկ անգամ 17 թվին Միացյալ Արևելյան ուղղափառ եկեղեցիների ղեկավարների հետ, այսինքն էկումենիկ միջոցառման ֆոնին նա մասնակցել է մի համատեղ աղոթքի Բերլինի գլխավոր տաճարում, սակայն անգամ այդ դեպքում չի այցելել հայոց եկեղեցի եւ առաջնորդարան։ Հարկ է նշել, որ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը ի տարբերություն Սուրբ Էջմիածնի Գերմանիայում թեմ կամ հովություն չունի, բայց Արամ Ավեհապառը հաճախ ու անվաղ Գերմանիա է այցելում։ Նրան պատվով ու հարգանքով են ընդունում ամեն անգամ բոլոր գերմանական պաշտոնյաները ու բարձր մեծարանքի արժանացնում։ Ուրեմն ինչու Գարեգին Բ-ն չի համարձակվում կատարել եւս մեկ հովպետական այցելություն փորձ դեպի Գերմանիա։ Նա սարսափում է գերմանացի իրավապահների կողմից բացահայտված թղթապանակների հնարավոր մեջտեղ բերելուց, ինչպես որ դա վերջերս արեց Շվեյցարիայի կառավարությունը ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետ եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլ Գունդզիաևի պարագայում բացահայտելով նրա լրտեսության փաստերը եւ պաշտոնական կապերը KGB-ի հետ։ Երիտասարդ տարիներին Ժնևում գտնվելիս ու իբրև թե համաշխարհային եկեղեցիների խորհրդում մասնակցություն բացելիս։ Գարեգին Կտրիչը նաեւ խուսափում է տխրահարճակ քաջագործությունների եւ մի գիշերվա ընթացքում ձերբակալվելու ու ձեռնաշխտարներով արտահանձնման ականատես ու վկա եղած համայնքի ներկայացուցիչների հետ առերեսվելուց եղած համայնքի Գերմանիո հայ համայնքի բոլոր տարեց անդամները լավ են հիշում, որ ինքը ոչ մի համալսարան էլ չի գնացել։ Ընդհակառակը նրան ամեն ամիս տեսել են Բոննում մի քանի անգամ սովետական դեսպանատուն մուտք ու ելք անելիս, երբ հարց են տվել թե ինչու է այսքան հաճախ գնում ռուս դեսպանի մոտ, նա պատասխանել է թե իբր անձնագիրն է թարմացրել։ Հետաքրքիր է, որ այսօր նրա կենսագրության մեջ գրված է, թե
Գարեգին բան իբրև թե ուսանել է Վիեննայի եւ Բոնի համալսարաններում։ Մեկը լիներ հարցներ, դե կարող ես դիպլոմները ցույց տալ։ Ինչ է նա սովորել, եթե անգամ գերմաներեն չգիտի ու չի ստացել անգամ լեզվին տիրապետելու վկայական։ Էլ չեմ ասում որևէ այլ մասնագիտական որակավորում։ Ցանկության դեպքում սա կարելի է հեշտությամբ ստուգել նշած համալսարանների տեղեկատվական բաժիններից։ Այո, Գարեգին կտրիչն անգամ մի ընթացիկ քննության տեղեկանք չի կարող ցույց տալ, որովհետև ոչ մի դասախոսության չի գնացել, այլ դրա փոխարեն շպիոնական գործունեությամբ է զբաղված եղել։ Այսօր մեր առջև արհեստականորեն խառնվել ներկապնակում ու անտեղյակ մարդկանց աչքին թոզ ու դուման փչելու ընթացքում միակ մխիթարությունն այն է, որ Գարեգին Բեի 20-ամյա երազանքը վերջապես կատարվեց։ Նա հազիվ գոնե մի նկար ունեցավ Գերմանիայի ղեկավարի հետ։ Դե ինչ, ուրեմն ասենք շնորհավոր ու կրկին անգամ շեշտենք։ Փառք ՍՄԿԿ-ին։ Սա այս հղումը անում եմ իհարկե խորեն N Հովանեսյան օգտատիրոջով Facebook-յան։ Սրա մասին կանդրադառնանք, ժամը արդեն լրացավ, եթերաժամը, եթերում Ազատ շփումներ։